Մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը զգուշացնում է. Deepfake-ը, երբ արհեստական բանականության օգնությամբ կեղծում են մարդու ձայնն ու պատկերը, չարիք է դառնում նաեւ Հայաստանում։ Մի շարք երկրներում բանը քրեորեն պատիժը կա արդեն։ Մեր երկրում չարիքը կանխող օրենք առայժմ չկա։ Եթե կնոջ բանը դնես deepfake-ի միջոցով մեկ նկար կամ բան, չէ 8 տարի։ Բայց ԿՊԱ-ական падգամավորին հետաքրքրում է, թե ինչ է լինում այն դեպքում, երբ մեր տղամարդկանց լուսանկարներ են տարածում։ Եթե տղամարդու Կանանց մասն եմ կարդացել, չգիտեմ։ Ճիշտ է, որոշ տեղերում ավելի ուժեղ սահմանափակումներ կան, բայց մենք չգիտենք էլի դրա հետևանքները։ Լավը կլինեն, արդյունավետ կլինեն, թե անարդյունավետ, իհարկե արժե մտածել։ Հայաստանում իշխանությունը ՍԵՊԱ-ի համաձայնագրով է պարտավորված ատելության խոսքը նվազագույնի հասցնել, բայց առայժմ անգամ ատելության խոսքի սահմանումը չունենք։ Ատելության խոսքը հնչում է մենակ այն հարթակներում, որոնք չեն վերահսկվում։ Ըստ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի վիճակագրության վտանգավոր ու թիրախավորող կոնտենտ տարածող համացանցային հարթակները 40-ն են։ Դրանք եւս պետք է վերահսկելի դաշտ բերվեն։ Ըստ աշխարհում կամ Եվրոպայում ընդունված չափորոշիչների, դա խմբագրական քաղաքականությունն է, դա օրեկան ինչ որ քանակի հաղորդումներն են, օրինակ 6 ժամից ոչ պակաս, դա հաղորդացանկն է, դա հետևորդների թիվն է սոցիալական ցանցերում, Facebook-ում, YouTube-ում։ Իսկ ովքեր են ատելության խոսքը տարածողների թիրախում։ Խոսքը գնում հասարակ քաղաքացիների մասին։ Ասում ենք ժողովուրդը ժեխ է, ժողովուրդը թուրք է, այս մարդուն ընտրողը թուրք է, այս մարդ ընտրողը պիցայակեր է։ Սա հենց այն ատելության խոսքն է, որը բոլոր միջազգային չափանիշներով հենց անվանում է ատելության կամ թշնամանքի լեզու։ Քաղաքական գործիչները ՀՌՀ նախագահի խոսքով պետք է հանդուրժող լինեն ատելության խոսքի նկատմամբ։ Ավելի նրանք տոլերանտ լինեն այդ չարության խոսքի դեմ, որտեղ նրանք իշխանություն կրող են կամ քաղաքական գործունեությամբ են զբաղվում եւ նրանք պետք է սովորեն նույնիսկ գոտկատեղից ներքև հարվածներ ստանալ։ Գոտկատեղից ներքև հարվածների առայժմ պատրաստ չեն կարծես թե ԿՊԱ-ականները։ Օրինակ Գյումրիի ընտրություններում պարտված Սարիկ Մինասյանը, որ պնդում էր, թե փողոցային ենթամշակույթի դեմ պայքարի առաջամարտիկներից է, Facebook-ում իրեն տհաճ մեկնաբանության համար սպառնում է կնոջը, ռազբորկայի կանչում նրա ամուսնուն ու եղբորը։ Հետքի մեր գործընկերները պարզել են, որ ատելության խոսքի հիմքով վարույթները մեր երկրում նախաձեռնվում են ըստ նպատակահարմարության։ Օրինակ, անցած հուլիսի դրությամբ հարուցված 8 քրեական վարույթներից 5-ը ԿՊԱ-ականների շահերի պաշտպանության համար են։ Դատարան գնացած գործերից միայն մեկն է վերաբերում արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելուն։ Արփիս Քեսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։